ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրավիրել է արտակարգ նիստ քննարկելու Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները։ Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, սա պատմական փորձություն է այս խորհրդի միավորված ազգերի կազմակերպության համար որպես ամբողջություն։ Եթե այս խորհուրդը չկարողանա գործել և դատապարտել այս բացահայտ ագրեսիան, հանցակցության բիծը հավերժ կմնա նրա խղճի վրա, ինչպես դա տեղի է ունենում Գազայի հետ։ Չինաստանի ներկայացուցիչ Ֆու Ցունը քննադատել է Միացյալ Նահանգների գործողությունը, նշելով, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը և Իրանի ինքնիշխանությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դիվանագիտական լուծման և հրադադարի։ Չինաստանը, Ռուսաստանը և Պակիստանն էլ առաջարկել են հրադադարի բանաձև, որին հակազդել է Միացյալ Նահանգները։ Անվտանգության խորհրդի նիստից հետո Դոնալդ Թրամփը գրառումների տեսքով հստակ ուղերձ է հղել, որ իրենց նպատակը նաև Իրանի ռեժիմի փոփոխությունն է։ Մեջբերեմ, ռեժիմի փոփոխություն տերմինի կիրառությունը քաղաքականապես ճիշտ չէ, բայց եթե Իրանի ներկայիս ռեժիմը չի կարողանում Իրանը կրկին մեծ դարձնել, ապա ինչու ռեժիմի փոփոխություն տեղի չունենա, գրել է Դոնալդ Թրամփը։